2026 թվականի նոր տարին կնշվի հրե ձիու նշանի ներքո, ուժեղ, ազատ և էներգետիկ։ Նրա ոգուն համապատասխանեցնելու համար ձեր տոնածառը զարդարեք յուրահատուկ ձևով։ Ինչ գույներ պետք է ընտրեք ձեր տոնածառի համար 2026 թվականին։ Ձեր գունային սխեման պլանավորելիս ոգեշնչվեք հրե ձիու նախընտրած տաք և վառ գունապնակով։ Խորը, բնական երանգները, ինչպիսիք են բորդո, տերակոտան, կարամելը և պղինձը, իդեալական են, դրանք խորհրդանշում են ուրախություն, ուժ և տնայնություն։ Օգտագործեք դրանք որպես շեշտադրումներ, համադրելով դրանք չեզոք հիմքի հետ՝ բեժ, ավազագույն կամ սպիտակ։ Տաք մետաղական գույները, ինչպիսիք են մատ, ոսկին և պղինձը, կավելացնեն տոնական հպում, առանց խախտելու ներդաշնակությունը։ Այնուամենայնիվ, լավագույնն է խուշափել զով և վառ գույներից՝ վառ կապույտ, մանուշակագույն, արծաթագույն, քանի որ դրանք ստեղծում են դիսոնանս տարվա էներգիայի հետ։ Ինչ խաղալիքներ և ծաղկեպսակներ կուրախացնեն հրե ձիուն։ Տարվա խորհրդանիշը գնահատում է բնականությունը, ուստի ընտրեք արտահայտիչ հյուսվածքներով խաղալիքներ, սառեցված ապակե գնդիկներ, փայտից, կերամիկայից, կտորից կամ թղթից պատրաստված արձանիկներ։ Ձևերը կարող են տարբեր լինել դասական գնդիկներից մինչև ձիերի, աստղերի կամ տների թեմատիկ արձանիկներ։ Ներդաշնակ ծառ ստեղծելու համար կախեք զարդարանքները մեծից, ներքևում, մինչև փոքր, վերևում։ Ձին խորհրդանշում է շարժում, ուստի ավելացրեք շարժում հոսող ժապավեններով, փայլազարդերով կամ վազող լույսերով ծաղկեպսակներով։ Ծաղկեպսակներն իրենք լավագույնս ընտրվում են տաք սպիտակ կամ ոսկեգույն փայլով, հարմարավետ մթնոլորտը ընդգծելու համար։ Ինչ դեկորի ոճ կլինի թրենդային։ 2026 թվականի համար իդեալական են մի քանի ոճեր, որոնք համապատասխանում են ձիու կարիքներին։ Էկո-ոճ, բնական նյութերից պատրաստված զարդարանքներ, փայտ, սոճուկոներ, ծղոտ և չորացրած նարնջի կտորներ, այս տեսակի ծառը աներևակայելի բնական և հարմարավետ տեսք ունի։ Մինիմալիզմ, պարզություն և մաքուր գծեր։ Մի քանի արտահայտիչ զարդանախշներ հանգիստ գունային պնակում, որոնք գուցե լրացվում են 1 կամ 2 մանրամասներով, օրինակ, լայն ոսկեգույն ժապավենի պարույտով։ Սկանդինավյան ոճ, զուսպ գույներ, սպիտակ, մոխրագույն, փայտի երանգներ և փայտից և թղթից պատրաստված պարզ զարդանախշներ, որոնք լրացվում են տաք լույսի ծաղկեպսակներով։ Ինչպես լրացնել տոնական ձևավորումը։ Տեսքը լրացնելու համար զարդարեք ոչ միայն տոնածառը, այլև նրա շուրջը գտնվող տարածքը։ Անճաշակ տաղավարը կարելի է զարդարել գործվածքով, կտավով կամ թաքցնել այն եղջերու զամբյուղի մեջ։ Հիմքում տեղադրեք դեկորատիվ նվերների տուփեր, համապատասխան գունային գամմայով, կամ ավելացրեք եղջերուի արձանիկներ կամ տարվա խորհրդանիշը։ Մոտակա պատին կախեք սուրբ ծննդյան ծաղկեպսակ կամ զարդանախշ, մեղմ լույսերով։ Հիմնականն այն է, որ բոլոր տարրերը համապատասխանեն միմյանց, ստեղծելով միասնական և ներդաշնակ տոնական տարածք։ Էկոլոգիապես մաքուր և մինիմալիստական մոտեցում։ Նոր տարին շատ մոտ է, ժամանակն է մտածել ձեր տունը զարդարելու մասին։ Եվ մենք խոսում ենք ոչ միայն փափուկ կանաչ գեղեցկուհու մասին։ Տուլապրեսը սովորեց, թե ինչպես զարդարել ձեր տունը նորաձևությանը համապատասխան մնալու համար, և որ տարրերն են արդեն հնացած։ Ճարտարապետ և դիզայներ Տատյանա Սուվենկովան նշել է, որ այս տարի տարածված են մինիմալիզմը, բնականությունը և էկոլոգիապես մաքուր լինելը։ Այս սեզոնին միտում ունեն բետոնե պատերը, ինքնահավասարեցվող հատակները և հյուսվածքային մակերեսները։ Սա արտացոլվում է նաև տոնական զարդարանքներում։ Վերամշակված նյութերի օգտագործումը միտում ունի, ձեռագործ թղթե տոնածառեր և բնական տարրերից պատրաստված զարդարանքներ, ինչպիսիք են սոճուկոները, ճյուղերը և չորացրած ծաղիկները։ Թղթե տոնածառերի արհեստանոցները ներկայումս տարածված են սոցիալական ցանցերում, որոնք թույլ են տալիս արտահայտել ձեր ստեղծագործականությունը և զբաղեցնել բոլորին, ընտանիքով ստեղծելով ինչ-որ բան։ 90-ականների ներկված սոճուկոնները, լողացախ փայտերը և վինթաժային ապակե զարդերը նույնպես տարածված են, դրանք ավելացնում են նոստալգիայի երանգ։ Էկոլոգիապես մաքուր դեկորը նույնպես կարևոր է։ Ճյուղերը, սոճուկոնները և չորացրած ծաղիկները ստեղծում են հարմարավետ և ներդաշնակ մթնոլորտ։ LED լույսերով և ներսում գտնվող սոճուկոներով քառակուսի բլոկները նույնպես տարածված նվերներ են։ Մետաղի արհեստները և լազերային կտրվածքով նկարները, որոնք լուսավորված են լույսով, ձմեռային հեքիաթ կհաղորդեն մոխրագույն բետոնե պատերին։ Գունային սխեմայի համար օգտագործեք մատ, հանգիստ երանգներ։ Ինչն է հնացած։ Բայցար, անթափուսանք գույներ, փարթան զարդարանքներ, փայլուն պլաստիկ, փայլ և փայլ, առանց հյուսվածքի մակերեսներ։ Նոր տարվա համար տունը զարդարելիս գլխավորը պարզությունն է,
էկոլոգիապես մաքուր լինելը եւ հարմարավետությունը, տանը ջերմություն եւ նարդաշնակություն ստեղծելով։ Ինչպես լրացնել տոնական ձևավորումը։ Տեսքը լրացնելու համար զարդարեք ոչ միայն տոնածառը, այլև նրա շուրջը գտնվող տարածքը։ Անճաշակ տաղավարը կարելի է զարդարել գործվածքով, կտավով կամ թաքցնել այն եղջերու զամբյուղի մեջ։ Հիմքում տեղադրեք դեկորատիվ նվերների տուփեր, համապատասխան գունային գամմայով, կամ ավելացրեք եղջերուի արձանիկներ կամ տարվա խորհրդանիշը։ Մոտակա պատին կախեք սուրբ ծննդյան ծաղկեպսակ կամ զարդանախշ, մեղմ լույսերով։ Հիմնականն այն է, որ բոլոր տարրերը համապատասխանեն միմյանց, ստեղծելով միասնական եւ ներդաշնակ տոնական տարածք, էկոլոգիապես մաքուր եւ մինիմալիստական մոտեցում։ Նոր տարին շատ մոտ է, ժամանակն է մտածել ձեր տունը զարդարելու մասին, եւ մենք խոսում ենք ոչ միայն փափուկ կանաչ գեղեցկուհու մասին։ Տուլապրեսը սովորեց, թե ինչպես զարդարել ձեր տունը նորաձևությանը համապատասխան մնալու համար, եւ որ տարրերն են արդեն հնացած։ Ճարտարապետ եւ դիզայներ Տատյանա Սուվենկովան նշել է, որ այս տարի տարածված են մինիմալիզմը, բնականությունը եւ էկոլոգիապես մաքուր լինելը։ Այս սեզոնին միտում ունեն բետոնե պատերը, ինքնահավասարեցվող հատակները եւ հյուսվածքային մակերեսները։ Սա արտացոլվում է նաեւ տոնական զարդարանքներում։ Վերամշակված նյութերի օգտագործումը միտում ունի, ձեռագործ թղթե տոնածառեր եւ բնական տարրերից պատրաստված զարդարանքներ, ինչպիսիք են սոճուկոները, ճյուղերը եւ չորացրած ծաղիկները։ Թղթե տոնածառերի արհեստանոցները ներկայումս տարածված են սոցիալական ցանցերում, որոնք թույլ են տալիս արտահայտել ձեր ստեղծագործականությունը եւ զբաղեցնել բոլորին, ընտանիքով ստեղծելով ինչ-որ բան։ 90-ականների ներկված սոճուկոնները, լողացախ փայտերը եւ վինթաժային ապակե զարդերը նույնպես տարածված են, դրանք ավելացնում են նոստալգիայի երանգ։ Էկոլոգիապես մաքուր դեկորը նույնպես կարևոր է։ Ճյուղերը, սոճուկոնները եւ չորացրած ծաղիկները ստեղծում են հարմարավետ եւ ներդաշնակ մթնոլորտ։ LED լույսերով եւ նրսում գտնվող սոճուկոներով քառակուսի բլոկները նույնպես տարածված նվերներ են։ Մետաղի արհեստները եւ լազերային կտրվածքով նկարները, որոնք լուսավորված են լույսով, ձմեռային հեքիաթ կհաղորդեն մոխրագույն բետոնե պատերին։ Գունային սխեմայի համար օգտագործեք մատ, հանգիստ երանգներ։ Ինչն է հնացած։ Բայցար, անթափուսանք գույներ, փարթան զարդարանքներ, փայլուն պլաստիկ, փայլ եւ փայլ, առանց հյուսվածքի մակերեսներ։ Նոր տարվա համար տունը զարդարելիս գլխավորը պարզությունն է, էկոլոգիապես մաքուր լինելը եւ հարմարավետությունը, տանը ջերմություն եւ նարդաշնակություն ստեղծելով։ Նատալիա Կրյուկովան նշում է, որ տան դեկորում օգտագործվում են տարրեր, որոնք անմիջականորեն կապված են 2026 թվականի խորհրդանիշի՝ կրակե կարմիր ձիու հետ։ Գեղջուկ տոնածառերը բնական տարրերով եւ թեմատիկ զարդարանքներով, ձիերի արձանիկներ եւ պայտեր, որպես հաջողության խորհրդանիշներ, տարածված են։ Թրենդային են ավանդական կանաչ, կարմիր եւ սպիտակ գունապնակները, ինչպես նաեւ փայտից, կտավից, ապակուց եւ չորացրած ծաղիկներից պատրաստված զարդարանքներն ու աքսեսուարները։ Մինիմալիզմը եւ սկանդինավյան ոճը ընդգծում են ինտերիերի զսպվածությունը։ Եղևն ու ճյուղերից պատրաստված տաք երանգների զարդանախշերն ու սուրբ ծննդյան ծաղկեպսակները ստեղծում են տոնական տրամադրություն, մինչդեռ նուրբ ռետրո շեշտադրումները ավելացնում են անհատականություն։ Մտածված մանրամասները ստեղծում են տոնական մթնոլորտ, պահպանելով տարածքը լուսավոր եւ ներդաշնակ։ Ժամանակն է թողնել պլաստիկ ձյան փաթիլներն ու զարդարանքները, փայլուն իրերը եւ պայծառ գույները, դրանք ծանրաբեռնում են ինտերիերը եւ մռայլացնում մթնոլորտը։ Միապաղաղ զարդարանքներն ու չափազանց փայլը նույնպես դուրս են եկել նորաձևությունից։ Ժամանակակից դեկորը հիմնված է բնական ներդաշնակության եւ հուզական ջերմության վրա։ Հենց այս մթնոլորտում է բացահայտվում կարմիր ձիու ոգին, որը տուն է բերում էներգիա, հաջողություն եւ ոգեշնչում գալիք նոր տարվա համար, բացատրեց փորձագետը։ Դիզայներ Եկատերինա Վլադիմիրովան նույնպես որպես միտում է ընդգծում բնական մոտիվները։ Այնուամենայնիվ, փորձագետը նշում է, որ իհարկե լավագույնն է ձեր տունը զարդարել այնպես, ինչպես ցանկանում եք, բայց մի փոքր միտումների մասին։ Բնություն, բնական հյուսվածքներ, օրինակ կտավատի ժապավեններ փայլունի փոխարեն, շոշափելի կավե հավալիքներ եւ պայտեր, որպես հաջողության խորհրդանիշներ։ Լույս եւ թափանցիկություն։ Գունագեղ զարդարանքների առատության փոխարեն ընտրեք թեթև ծաղկեպսակ, հարմարավետ, տաք փայլով եւ թափանցիկ անկշիռ գնդիկներով, ներսում ծաղիկներով եւ խոտաբույսերով։ Պարզություն, պարզ ֆորմեր եւ մինիմալիզմ զարդերես դիզայնում։ Վինտաժ զարդերեր։ Իսկական հնոց խաղալիքներ, որոնք ուշադիր պահպանվել են տանը կամ նորերը, որոնք պատրաստվել են գործարաններում հին խորհրդային դիզայնի հիման վրա։ Ժողովրդական մոտիվներ։ Այսօր կան բազմակիվ հրաշալի զարդարանքներ, որոնք ոգեշնչված են ժողովրդական արհեստներով։ Ձեռքագործ խաղալիքները տոնածառը դարձնում են իսկապես յուրահատուկ։ Հնացած միտումներ։ Չափազանց միտում, վառ գույների պլաստիկ խաղալիքների,
փայլերի կամ պարզ միագույն նախշերի առատություն։ Եթե ցանկանում եք տոնին համապատասխան զարդարված տոնածառ, ընտրեք նույն գունային գամմայի խաղալիքներ, բայց տարբեր հյուսվածքներով եւ ձևերով։